Հանուն հոր և որդվոյով մի սրբո ամեն։ Նրանք, ովքեր նստում էին խավարի ու ստվերների մեջ, լույս տեսան և լույսը ծագեց նրանց վրա։ Ովքեր էին նստում խավարի ու ստվերների մեջ, մեր ամբողջ ազգն էր խարխափում հեթանոսական խավարի մեջ։ Եվ քանի որ մենք խավարի մեջ էին, ուրեմն մեր հայրապետը Սուրբ Գրիգորը ինքը ընկավ խոր վիրապը, արգելափակվեց բանտարկյալների բանտում, 13 տարի երկար ու ձիգ, և այնտեղ աղոթում էր, որպեսզի Աստված լույս ծագեցնի։ Եվ մեր Տերը գիտեր իր ճանապարհները, ճշմարտության ուղիները հայտնի չեն մարդկանց։ 13 տարի նրանալուց հետո Սուրբ Հռիփսիմյան Գայանյանք եկան Հայաստան և նահատակվեցին Տարթատ թագավորի կողմից։ Ընդամենը 9 օր էր անցել նրանց նահատակությունից հետո, երբ Տարթատ թագավորը և ամբողջ արքունիքը դիվահարվեցին, Տարթատը խոզակերպ դարձավ, անասունների նման խոտ էր ճարակում, և ամբողջ արքունիքը խավարի ու մութի սուքի մեջ ընկավ, չգիտեին ինչ անեին, չէին հասկանում, թե որտեղից էր այդ պատոժը պատուհասը։ Եվ Աստված ընտրեց մի անոթ Սուրբ Խոսրովի դուխտի, Տարթատ թագավորի քրոջը, Խոսրովի դստերը, որ պետք է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նրա միջոցով դուրս հանեին խոր վիրապից։ Տեսիլք տեսավ Խոսրովի դուխտը։ Գրիգորը երևաց, տիրոջ հրեշտակը երևաց նրան և ասաց, որ պետք է գնաք բանտարկյալ Գրիգորին հանեք խոր վիրապից։ Եվ այդ տեսիլքը 5 անգամ կրկնվեց։ Եվ Խոսրովի դուխտը եկավ ու դիմեց իր պահապան Օտտա Ամատոնի իշխանին և ասաց, որ արգելափակված բանտում Գրիգորը միայն կարող է Տարթատին և իշխաններին բուժել։ Եվ ահա խավարի ստվերնում նստողը մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը լույս տեսավ։ Մենք էլ էինք խարխափում և լույսը ծագեց մեզ վրա, այդ պատճառով կոչվեցինք Լուսավորիչ մեր Սուրբ հայրապետին, որտև խավարից դեպի լույս եկավ և մեր ազգն էլ լուսավորեց։ Օտտա Ամատոնի իշխանը ձայն տվեց խոր վիրապի փոսում նստած Սուրբ հայրապետին. դուրս արի Գրիգոր, և դուրս եկավ Սուրբ հայրապետը և սկսեց քարոզել ավետարանը հայոց ազգին, 69 օր ապաշխարության նշանակեց և ավետարանն էր քազում, ձեռքերն ու ոտքերը բուժեց Տարթատ թագավորի և ասաց, որ իր ձեռքերով ու ոտքերով, որոնք սպանել է Սուրբ Հռիփսիմեին և Սուրբ Գայանեին, պետք է նրանց վկայարանները կառուցի։ Եվ իր ձեռքերով Տարթատ թագավորը, Խոսրովի դուխտը, Աշխեն տիկիներ, իրենց գոգնոցով հող էին կրում, քար էին կրում և կառուցում էին Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց վկայարանները, իբրև իրենց գործած մեղքերի ապաշխարություն։ 69 օր քարոզելուց հետո սկսեց նրանց բժշկել և տարավ Արածանի, այնտեղ մկրտեց Սուրբ Տարթատը, արդեն մաքրվեց և դարձավ Սուրբ Տարթատ, Խոսրովի դուխտը, Աշխենը և 4 բյուր, այսինքն 400 բյուր, բավականին մեծ ժողովուրդ մկրտվեց այդ օրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ։ Եվ այդպես հավատացին, տեսիլքն էր երևաց, թե երկնքից լույսը իջավ Արածանի գետի վրա և լուսավորեց Տարթատին իբրև ապաշխարության ավարտ, իբրև երկնքի արքայության որդեգիր։ Այս է այսօրվա տոնի պատմությունը։ Այսօր մենք տոնախմբում ենք մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի խոր վիրապից դուրս գալու տոնը։ Խոր վիրապից դուրս եկավ և մեզ
լույս պարգևեց։ Մեր Սուրբ Հայրապետը կոչվում է արմատ ճշմարիտ։ Ինչու ճշմարիտ արմատ, որովհետև հենց այդ արմատից ենք մենք սրվում։ Քրիստոնեական մեր հավատքի խորքը արմատները Քրիստոսին են հասնում։ Քրիստոսից սնվում ենք և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հենց այն առողջ արմատն է, որից սնվում է մեր Սուրբ եկեղեցին, մեր ազգը, մեր ժողովուրդը և կանգուն է մինչ օրս։ Երբեմն չոր ճյուղեր են լինում ծառի վրա, որոնք կտրվում են, էտվում են, բայց ծառը ամուր է լինում։ Եվ այն ծառը, որի արմատները շատ խորն են, ինչքան էլ ճյուղեր կտրվեն, ինչքան էլ չորանան ու հեռանան, ծառը կանաչ է և դալար է։ Դա մեր քրիստոնեական եկեղեցին է, Սուրբ առաքելական եկեղեցին, որտեղ ճշմարիտ արմատը մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որից մենք սնվում ենք։ Եվ ով այս արմատից է սնվում, առաքելական մեր եկեղեցու հիմքի վրա է հաստատված, ապա հոգևոր պտուղներ է տալիս։ Իսկ ով այս արմատից կտրվի, այսինքն անպտուղ ճյուղ լինի, կտրվի, չորանա, ապա երբեք պտուղ չի տալու։ Ու կրակ պետք է ներվի, ինչպես Ավետարանն է ասում, թե այն ճյուղերը, որոնք, այն ծառերը, որոնք պտուղ չեն տալիս, կտրվում են և կրակն են նետվում։ Ուրեմն մեզ մնում է ամուր և հաստատուն մնալ մեր քրիստոնեական սուրբ հավատքի վրա, Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատքից սնվելու և բարի գործելով պտուղ տալ։